4 մանկապարտեզի կառուցման հիմնանորոգման աշխատանքների և 16 մանկապարտեզի գույքով ապահովման նպատակով կհատկացվի 1 միլիարդ 761 միլիոն 524 հազար դրամ։ Նոյեմբերի 6-ի կառավարության հերթական նիստում հավանության արժանացավ որոշման նախագիծը։ Նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար 2025 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում 1 միլիարդ 854 միլիոն 791 հազար դրամի չափով, որից 500 միլիոնը կառավարության պահոստային ֆոնդից։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտված են 60 դպրոցում, որոնցից 35-ը կառուցված, 25-ը նորոգված։ Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի ներկայումս շինաշխատանքներ են ընթանում 258 դպրոցում, որոնցից 153-ը կառուցվող, 105-ը կապիտալ նորոգվող։ Մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք արդեն իսկ ավարտված 60 դպրոցներից բացի ևս 50 դպրոց, իսկ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը թվով 151 դպրոց, իսկ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ևս 47 կառուցվող դպրոց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին դժգոհություն հայտնեց նորակառույց հիմնանորոգված դպրոցներին հատկացված նոր գույքի չօգտագործումից, խոսելով վերահսկողության դասալսումների անհրաժեշտության մասին։ Մեզ մոտ գոյություն ունեն այդ թվում դասալսումների ինստիտուտներ, եւ մենք մասնավորապես հիմա այնտեղ, որտեղ հարցը սուր դրված է հատկապես այդ կրթական գույքի մասով, մենք այսօրվանից սկսած շարունակաբար պատահականության սկզբունքով, չեմ ասում բոլոր տեղերը, բայց պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ։ Մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասի։ Ներկայացնելով մանկավարժների վարձատրության չափը, վարչապետը շեշտեց 2025 թվականի սեպտեմբերի տվյալներով Հայաստանում 2118 ուսուցիչ ստանում է 300-ից 400 հազար դրամ։ Նոյեմբերի 8-ից մեկնարկում է ատեստավորման շրջանը, որին մասնակցության համար դիմել է ավելի քան 8000 հոգի, ինչը նշանակում է հունվարի արդյունքներով կլինեն աշխատավարձի չափի թարմացումներ։ Կառավարության նիստերում չկա այդպիսի բան ավելացնել ուսուցիչների աշխատավարձ, որովհետև ասում եմ, ամեն ուսուցիչ կառավարությունը ստեղծել է մեխանիզմ, ամեն ուսուցիչ ինքն է որոշում իր վարձատրության չափը։ Հանրապետությունում 2 ուսուցիչ կա, որ որոշել են, որ իրանք պետք է ստանան 700 հազար դրամ եւ ավել աշխատավարձ, եւ ստանում են։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ համայնքային և պետական հողերը պետք է վաճառվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի մեկնարկային գնով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Զեկուցվող վերջին հարցն էլ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերի տրանս 4-ին գումար հատկացնելու մասին էր։ Կառավարության միջոցներից վերաբաշխում կիրականացվի։ 22 միլիոն դրամ նախատեսվում է տրամադրել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարյան հյուսիսային հատվածի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակներում ազդակիր հողամասերի տեղազնման գնահատման համար և 8.7 միլիոն դրամ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարյան հատվածի Բարգուշատի թունելի նախագծի անվտանգության փորձաքննության իրականացման համար։ 32 կիլոմետրանոց հատվածը 214 միլիոն դոլար արժեքով է իրականացվում եւ մենք այս տարեվերջին կունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ։ Ըստ փոխվարչապետի իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների պտուղներն առավել տեսանելի կլինեն 2027 թվականին։ Նիստի ընթացքում խոսվեց նաև շարքային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշներից, գործադիրի ղեկավարը նշեց, որ այստեղ ևս ավելացումներ են եղել։ Փաշինյանը նաև հանձնարարեց սեղմ ժամկետներում լուծել բոլոր թոշակառուների բացառապես անկանխիկ եղանակով թոշակ ստանալու հարցը։